Երթում եմ նորընտիր քաղաքապետի Կարեն Գրիգորյան։ Բեմ է բարձրանում Էջմիածնի նորընտիր քաղաքապետը երրորդ անգամ Կարեն Գրիգորյանը հոգևոր քաղաքը ղեկավարում է արդեն 15 տարի։ Այս անգամ, ինչպես առաջին անգամ, պատմության մեջ առաջին անգամ Էջմիածնի քաղաքապետը նաև երդվում է։ Պարտավորվում է օգտանել մեր հնագույն հոգևոր մայրաքաղաքի պարկի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը։ Պաշտոնավարումից բացի այսօր ամեն ինչ կլինի առաջին անգամ երդումը հաստատվում է ստորագրությամբ, նորընտիր քաղաքապետի պաշտոնավարումն էլ սկսվում է ևս մեկ առաջին անգամով։ Ես որոշեցի նաև իմ քաղաքի համար մի նոր նվեր պատրաստեմ և սիրով դա նվիրեցի այսօր, դա պատմության, մեր քաղաքի պատմության մի նոր էջ էր, որ քաղաքապետը երդմակալության ասպարեզից հետո պետք է կրի այդ լանջաշղթան։ Արդեն պաշտոնապես ու նաև լանջաշղթայով այնուամենայնիվ քաղաքապետը որոշել է կխոսի միայն եկեղեցու օրհնանքը ստանալուց հետո։ Աստված ձեզ օրհնի և երկար տարիների կյանք։ Եպիսկոպոսի օրհնությամբ Սրբազանի այջգլխին Կարեն Գրիգորյանը հայտնում է իր խոնարհումը Աստծուն, հետո նաև ծնողներին սխալները կուղղի, քաղաքն ավելի լավը կդարձնի, հուսախաբ չի անի համաքաղաքացիներին։ Բաց թողումները չհասցրած, չկատարած աշխատանքներ են, որտեղ իրականում խնդիրները քաղաքում, ոնց որ մնացած բոլոր քաղաքներում բազմաթիվ են։ Հայրական օրհնանքը քաղաքապետը ստացել էր դեռ առավոտյան, գեներալ Մանվելը տված խորհուրդը կրկնում է։ Եթե ինքը ճիշտ մարդ է, ճիշտ հայ մարդ է, իմ զավակն է, պետք է ծառայի։ Սա պաշտոնցի ծառայություն է, ընտրերա ժողովուրդը, որ իրան ծառայի։ Վերջում էր լուսանկարներ քաղաքապետի հետ ու հետ հաշվարկ խոստումների ու ակնկալիքների կատարման համար։ Մանուիրցյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։